Չէ, չեմ կարող էլ սպասել, պետք է զանգեմ Արտուրին։ Ավելի լավ է իմանա, որ աղջիկը տանը չի, քան թե մի փորձանքի մեջ ընկնի։ Հետո տեղյակ պահեմ, որ ինչ։ Ասա Սիմա, ինչ։ Արտուր։ Ասեմ, որ բարկությունս դեռ չի անցել։ Նույնիսկ երեխուն չեմ զանգել, որ հետը խոսամ, հասկացար։ Արտուր, Ժակլինը տնից գնացել է։ Ինչ։ Ինչ ասացիր։ Քնել էի մի պահ։ Արթնացա տեսա երեխեն չկա, զանգում եմ ու չի պատասխանում։ Սիմա, ես ինչ ես ասում։ Ոնց կարող երեխան տնից գնա ու դու չիմանաս։ Մտա Հայաստան քեզ կսպանեմ, Սիմա։ Չգիտեմ էլ ինչ անեմ, միգուցե ոստիկանություն դիմեմ, Արտուր։ Քեզ վերացրու։ Ինչ ուզում ես արա, մտա Հայաստան քեզ իմ ձեռներով խեղդելու եմ, Սիմա։ Ուզում ես արի խեղդի, մենակ իմանամ ոնց գտնեմ երեխուն, օգնի ասա մի բան, Արտուր։ Սա ինֆա կստանամ։ 1000 փորձանք կա։ Երեխես տնից գնացել է, սա չի իմացել։ Ես ախ Ժակլին, ես ինչ ես անում դու։ Ես Հայաստան չեմ հասնի, կմնամ օդանավի մեջ, վաղ Ժակլին։ Այ հորս արևանը, հորս ես թարսություն արա։ Յո, սպոնչի։ Սպո։ Արա, են ովքեր են արա։ Արի աղբեր։ Բալուս ձեզ, բալուս։ Ես ինչ խաբարա։ Ձուկ եմ բռնում աղբեր, հազա բիզնես եմ դրեմ։ Ձուկս տե լճից բռնում եմ, հանում եմ տրաս, սենց բաներ եմ անում։ Կալի տանում։ Բարև Սյուզի ջան, լավ ես։ Լավ, Էմիլի ոնց է։ Շատ լավ է, Էմիլին ինչ է։ Ճուտո լավ, դու բան արա։ Սյուզի հետ գնացեք համար վեկալեք, սպո հետ մի երկու բար խոսամ գամ։ Սպոջան դե կտեսնվենք աղբերս։ Բա ոնց աղբեր, ոնց։ Բա ինչ կաղբեր, եկել եք մնալու։ Հա, Սյուզի ինգերությունն է, սերկորած տեն, ես ու ճուտոն էլ ասին գանք էլի հետ ելնենք։ Ես վերջերս շատ այան ազատություն տվել։ Հա, պեկատես մոմենտ է ժամանակներն են խառել ինձ։ Ճիշտ ես ասում, քիչ ձիգ պետք է պահես։ Բա չասեցիր, ստեղ դու ում հետ ես, ինչ ես անում։ Ապեր, երկու հատ համալսարանից ծիտ-միտ կար, վեկալ եկել եմ։ Ում հետ պետք է լեմ այ ախպեր, գնկաս երեխուս հետ եմ այցավտը։ Յա, հենա տղուտ էլ կտենանք, տղայա, չէ։ Բա ոնց ապեր, տղայա են էլ իշ տղա։ Տեսնես մենակ, մեր ճանապարհները խաչվում են անկախ մեզնից։ Լավ, ես ինչ անեմ, որ ես երեխեն հեռախոսից պատասխանի։ Մենակ մի բան պատահած չլինի։ Էլի Արտուրն է։ Որ հեռախոսից տամ ինձ հեռախոսից դիմաց Մոսկվայի տոմս կտակ։ Ծնողները դուր են, իրենց հետ կմոտենաս։ Լավ հեռախոսա չեք փոխի։ Մամայիդ հետ մոտեցիր, գնա ծնողներիդ մոտ, քանի քեզ չեն կորցրել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շոքին ինչ եք կապել իրար նստել։ Բա ինչ անենք, վազենք։ Վազենք կրտնելու ենք։ Տանը դու 3 չասիր ուր էր գնացել։ Աղբերս ինքը մի քիչ իրան ծանր է պահում, իրան ոչ էլ հարցեր ասկի։ Արի ավելի լավ խաղանք։ Շուշուտ նախաճաշելու։ Դե վեր կացեք, ժամանակ չկա։ Ինչ նա շատ ժամանակ է տանո ջան, այդ ինչ ասիր։
Էլի, ժամանակում մեկ է դարդր է։ Երկուսից էլ բոլ-բոլ կա։ Դավ ջան արի, հա սրանց մոտ ինչքան քիչ մնաս, այդքան քո օգուտն է։ Սրանցից լավ բան չես սովորի։ Բաբի ջան, կլինի երեխուն մեր դեմ չտրամադրես։ Դավ ջան, դու բաբին մի լսի, մենք կարգին տղեկ ենք։ Հետո ինչ որ աղջիկի հարցում բախտներս չի բերում։ Արա որ կինո նկարելու լինեին, անունը գտնեին մերժվածները։ Լրիվ մեր մասին է, էլի։ Լավ, լսի, մերժված ջան։ Գնա հացդ կեր ու արագ, որ գնում ենք աշխատելու։ Չի մենք աշխատանք ունենք։ Հա, թեարան ակումբն ու սրճարանը մեզ են սպասում։ Լավ, տանո ջան, մերսի, մենք չենք ուզում։ Աղբեր ջան։ Հա, հաստատ։ Մենք կաշառք չենք ընդունում, տանո ջան։ Լսի, պարապ մնալու փոխարեն, կավորի դեմ լարվելու ու դիվան քշելու փոխարեն, վերկացեք գնում ենք աշխատելու։ Բրատ, եթե իրանք չեն գալիս, ես կգամ։ Չէ, Դավ ջան, հիմա չէ։ Հələ սպասի, այդ այնքան մեծ տարածք է, հենց կարացանք աշխատացնենք, անպայման քեզ տանելու եմ, խոսք եմ տալիս։ Նայ, հա, ասել ես։ Համերնեմ արվի, դու պրոբլեմ չունես։ Դե վեկացեք վիդեոկ։ Նա հələ գոնե տեսել է, դու էլ արի տես։ Հա, բայց ես չեմ հրաժարվել այդ նվերից։ Պրոստը գիտեմ քավորը ինչի համար է այդ արել ու ինչա սպասում իզնից։ Ինքն էլ հուսախապ է լինելու, ես մեկը արուն չեմ տալու։ Այդքան բան։ Դե չէ ես կաշխատացնեմ այդ հաճույքով այդ ամեն ինչը։ Ես էլ դու էլ լավ էլ գիտենք թե ինչի համար է քավորը այդ մեզ նվիրել։ Արի մի հատ Դավ։ Մեզ չէ, տանոյի։ Հա։ Ու դու հասկանում ես, չէ, ինչի համար մենք պետք է տանոյին մենակ չթողենք։ Հա, հասկանում եմ։ Եթե հետ չկարողացանք պահենք, հաստատ մենակ չենք թողի։ Այդ երեխան երկար չքնեց։ Երեխան ամբողջ գիշեր աչք չփակեց։ Լուսադեմին նոր քնեց։ Չարացել է մեր Յուրին։ Ադե ջան երեխա է, էլի մեծանալուն զուգահեռ չարանա պիտի, բա ինչ պիտի անի։ Նրա դաստիարակության հարցում պիտի զգուշ լինենք, որ հանկարծ նույն սխալը չգործենք ինչ Սպարտակիս դեպքում։ Ռենա խոսել ես Սպարտակից հետ ո՞նց են։ Ուրախությունից Սպարտակիս ձայնը զնգում էր։ Այո, լսում եմ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ։ Եթե ես ձեզի մասին չհիշեցնեմ, դուք ինձ ձեր կամքով չեք հիշի։ Ճիշտ նկատեցիք։ Պապ, ինչ-որ բան պետք է։ Չէ, շնորհակալ եմ։ Դե լավ, ես բարձրանամ երեխու մոտ։ Դոլես է ոչ ոք ինչ չի կար հրամայի։ Ես գործում եմ իմ ցանկությամբ, իմ հայացողությամբ։ Յուրա, ինչ եղավ։ Դու Յուրի։ Ու եթե ես ընդունում եմ հանդիպման առաջարկը, դա նրա համար է, որ ես եմ այդպես ուզում։ Յուրի, այդ ով էր։ Ինչու հանկարծ այդպես պորտկացիր։ Այս աշխատանքը քայքայում է առողջությունս։ Առայժմ ես գնացի։ Յուրի, ես քեզ կուղեկցեմ։ Այդպես էլ չսովորեցիր ինձ վստահել Յուրի։ Չագերտավոր լրագրող ինձ ստիպում է, որ ես իր այդ դաշան վարվեմ։ Յուրի, չմտածված անխոյեմ քայլեր չանես, դա կարող ենք քո դեմ օգտագործել։ Այս անգամ ինչ էր ուզում այդ լրագրողը, ինչ էր զանգել։ Դո հերջան դո ամուտ նաբուր, ամուտ սաղ կորցրած կանգնել փող ա ուզում։ Ինչի դիմաց։ Երևի ինքն էլ չգիտի ինչի դիմաց, այդ հարցի պատասխանը կոնկրետ ինքն էլ չգիտի։ Հիմա ինչ ես անելու։ Թողա հանդիպման, իրան անակնկալ է սպասվում։ Ու մենք ինչ ենք անելու այս հսկայական կառույցում։
Վիճակ ջան, ինչ ենք անելու, աշխատացնելու ենք, ծավոտ տանեմ։ Դե որ տենց է, ասա ինչից սկսենք, դու ես գործում ոնց հասկացանք մեծ վարպետ ես, մեզ պիտի որ լավ խորհուրդ տաս։ Աղբորպես այդ Իրոնյան հանի էլի մեջից։ Ոնց պիտի անենք, ոնց որ չայնիում էր, բոլորս միասին աշխատենք։ Դե ես կողմ եմ։ Եթե տարբերակն է, ես էլ։ Բայց ինչ էիք ձևեր թափում։ Դուք ինձ էդ ասեք, ստեղ երկ երաժշտություն լինելու է։ Առանց դրա մի երգիչ կա, ես եմ, մնացածը չգիտեմ։ Ֆրիկ, եթե դու տենց պլաններ ունես ստեղ երգելու հետ կապված, ասա դռները փակենք ու գնանք ստեղից։ Ես բարձրանում եմ վերև։ Վել իմացած եղի, ես վիդեոկի համար եմ զիջումների գնում։ Ինքը լիլիկից հետո դեպրեսիայի մեջ է։ Լավագույն միջոցը հասկանալու համոզվելու, որ սիրում ես, տվյալ մարդոց բաժանվելն է։ Բաժանումը տալիս է երկր փնտրած հարցիդ պատասխանը։ Կարպիչ ջան, անկեղծ ասած, կուզենայի, որ ռեստորանում մի հատ կարգին սեղանի շուրջ հացի նստած լինեինք, աղբեր ջան, բայց չուզեցար։ Ուտել խմելուց հետ եմ վարժվել, խուճուճ ջան։ Էլի գոհեմ, որ ժամանակ կտար եկար հանդիպեցինք։ Էլ մի ասա։ Այնքան գործա բարթվել ուսերիս, որ Էլսուս սենց մեկ-մեկ որ հետ եմ նայում, հետադարձ հայացք, իմ անցած ճանապարհին։ Ասում տեսնես ոնց եմ անցել ես այս ճանապարհը, ոնց եմ կարողացել այսքան հարցեր լուծել։ Ես ինձ վրա եմ զարմանում։ Դե ով չի իմանում քո հունարը, այ աղբեր ջան, ինչքան է ձեռք մեկնել ընկերներիդ, օգնել ես։ Բայց ով է ասում, ով է հիշում, բոլորդ մենակ շահի հետևից եք վազում։ Տենց չի ցավը տանեմ, չես հայել հիշում ենք, Կարպիչ ջան, քեզ էլ, Յուրային էլ, միտեղ որ նստած հաց ենք ուտում, անպայման ձեր կենացը խմում ենք, աղբեր ջան։ Վարկյաններ առաջ մի շատ կոպիտ սխալ թույլ տվեցիր դու քեզ խուճուճ։ Որ խոսքս էր սխալ, Կարպիչ ջան, ես խուճուճ խոսում եմ, աղբեր ես, բայց համարյա աշխատում եմ սխալներ թույլ չտալ։ Ասում ես, ու ինձ ու Յուրիկին նույն հարթության վրա դնելը արդեն սխալ է։ Կարպիչ ջան, հալալ զուլալ ընկերներ եք, աղբերներ եք համարյա, խնամիներ եք, ինչից ես խոսում, չեմ հասկանում։ Շավո ջան, խնամի ենք, բայց վայ են խնամի լինելու։ Գործի մեջ էլ ընեց մի կերպ պահում եմ։ Вообще-то ձերս որ դնեմ խղճիս ու ազնվորեն ասեմ, ես Յուրիկից լավ հիասթափված եմ։ Ինչի։ Լավ մարդ դուրս չեկավ Յուրիկը։ Մոռացավ, ուրացավ այն ցամաքածը, որ մենք միասին կիսել ենք։ Ուրացավ մեր ընկերությունը ու մեզ կապող բարեկամությունը։ Լավ բան չասեցիր, աղբեր ջան։ Շավո, ինձ համար գիտես ինչն է վիրավորական, որ դուք ու քո նման պաշտոն ունեցող մարդիկ Յուրիկին ավելի բարձր եք գնահատում, քան թե ինձ։ Չէ, աղբեր ջան, այդ ինչ ես ասում, չեղավ։ Հիմա այն ես խոսում, ոնց որ ես չգիտեմ, որ այդպես է։ Սրտիս բարդ եմ համարում։ Մի հատ լավ սեղան գցեմ։ Ժամանակ գտնեմ ես քանի օր է։ Երկուսիդ էլ իրար հետ բարիշացնեմ, երկուսիդ էլ իմ աղբեր ընկերներն եք։ Շավո ջան, դու պետք է ընտրություն կատարես։ Կամ ինձ պիտի ընտրես, կամ Յուրիկին։ Մեր մեջ ասած, եթե ես քո տեղը լինեի, երկուսից էլ կհրաժարվեի։ Հիմա մենք քո ինչին ենք պետք որ։ Այ, նեղացնում ես, Կարպիչ։ Խուճուճ ջան, մենակ ազնվորեն, մինչև հաջորդ ընտրությունները, ես քո ինչին եմ պետք։ Դե լավ, էլ վсё, գույնդ մի կծվի, կատակ եմ անում, այ մարդ։ Լսի լավ,
Տղերքդ ոնց են։ Հոսանիկներիս հետ պրոբլեմներ չունեն։ Քաշել է շե գյամերը։ Համոտ չարիր, Կարպիչ։ Կարող եմ նստել, թե մեր խոսակցությունը կարճ կտևի։ Նստի։ Չհասկացա։ Կարծում եք, եթե գումար եք տալու, ուրեմն ինձ հետ կարող եք խոսել ինչպես կամենաք։ Իսկ ով ասեց, որ ես քեզ գումար եմ տալու։ Անժել։ Դու Անժելն ես։ Ինձ ոչ մեկ չօգնեց։ Ես չեմ կարող գնալ մամայիս մոտ։ Բարև ձեզ։ Բարև։ Ես ոնց կարող եմ հասնել Մոսկվա։ Լավ էլի Արտուր, դու էլ ամեն վարկյան զանգելով օգնում ես, որ գտնեմ երեխուն։ Ալո։ Ալո։ Ժակլին, որտեղ ես, Ժակլին, գլուխս կորցրել եմ արդեն, խոսա մի հատ ձայն հանի, հասկանամ ոնց ես։ Ինձ բան չի եղել։ Ժակլին ջան, բայց ես արժանի էի, որ դու ինձ հետ էսպես վարվիր, ես քեզ նեղացրել էի։ Չես նեղացրել, բայց ես ուզում եմ մամայիս հետ լինել։ Ժակլին ջան, ասա որտեղ ես, ես կգամ քեզ տուն կբերեմ, հետո կխոսենք միասին կհասկանանք, լավ։ Մինչև չխոստանաս, որ կտանես ինձ Մոսկվա մամայիս մոտ, ես չեմ ասի ես որտեղ եմ, ու դու այլից չես գտնի։ Խոսք եմ տալիս ու խնդրում եմ, ինձ ավելի վատ դրության մեջ մի դիր, ասա որտեղ ես։ Երդվիր Սիմա, որ ինձ կտանես մամայիս մոտ։ Ժակլին ջան, երդվում եմ ու խոսք եմ տալիս։ Դու կհասնես մամայիդ մոտ, միայն թե ասա խնդրում եմ, Ժակլին, որտեղ ես։ Եթե խաբես, ես նորից կփախնեմ տնից, ու էլ քեզ չեմ զանգի։ Ժակլին, եթե չասես դու որտեղ ես, ես հենց հիմա հեռախոսը կանջատեմ, բավական է, ես քո երեխեն չեմ։ Ժակլին, սպասում եմ։ Օդանավակայանում եմ։ Բայ Տեր իմ Աստված, դու ոնց ես հասել այդտեղ։ Շեֆ ջան, կարող է արևից խեղճանում ես։ Ինչ ասիր, լավ չլսեցի։ Ասում եմ, կարող է շոքը նեղում ա քեզ։ Տրամադրությունը տեղը չի, շեֆ ջան։ Սառը ջուր, թեյ, սուրճ, դու ասա ինչա։ Թե այդ լակոտներն են չի չեն գալիս տեր կանգնեն ես ամեն ինչին։ Մի օրով հայտնվում են, ամիսներով անհետանում։ Շեֆ ջան, եթե պետք է զանգեմ կանչեմ։ Չէ, Կորյուն։ Ոչ մեկին էլ պետք չի զանգել, ու ոչ մեկին էլ պետք չի կանչել։ Դու հանգիստ մնա քո տեղում։ Շեֆ ջան, դու որ ինձ Կորյունով ես դիմում, ուրեմն իսկականից լավ չես։ Ոնց նայում եմ աչքիս բան չի գալիս։ Ասում եմ, խոսում, ուրախ եմ ձևանում, բայց հոգուս մեջ թաղում է իսկական։ Շեֆ ջան,
Ով է խաթրիդ կպել։ Ասա տեղում հարցերը լուծ։ Բալայանները։ Եթե կարող ես դրանց վերացնել, ուրեմն իմացի, որ դեմքիս ժպիտ կհայտնվի։ Իսկ եթե չէ, էլ հարցեր չտաս։ Բոլորին շեֆ։ Մինչև ամենավերջին Բալայանին պիտի վերացնեմ։ Այն քյոր փեքին է։ Արա դու դեբիլ ես, Սարա։ Հենց հիմա դավայ այդ քաշի ստեղից քանի կտանցած կմտնես ես ասֆալտի մեջ։ Շեֆ ջան, սխալ բան ասեցի։ Արա մի ներվայնացրու, հա։ Այդ երեխեքը նախ եւ առաջ Բեկնազարյան են։ Հետո նոր Բալայան ու вообще իրանք Բալայան չեն, իրանք հենց Բեկնազարյան են ու վերջ։ Շեֆ ջան, կներես ցավդ տանը։ Ոնց որ դու ես ասում, դեբիլ եմ։ Խոսում եմ առանց մտածելու։ Ախ։ Թորներիս կարոտն է ինձ խեղճացնում։ Վալոտ։ Մանավանդ Մաքսս։ Գիտեմ ինչ շատ է կարոտում։ Ես էլ իրան եմ կարոտում շատ։ Մաքսիս կարոտը թորից է առնում, հիմա համ Մաքսիս եմ կարոտում, համ թորից։ Մերն եմ պրծնեմ էլի ումա պետք է սապրելը։ Շեֆ ջան, ոնց անեմ, որ քեզ օգնեմ։ Չիմանայի, որ ասեի քեզ, չիմանայի։ Չգիտեմ, Վալոտ, չգիտեմ։ Տարբերակներ եմ մտածում երեխեքիս հետ բերելու համար։ Հիմա ուղեղս մենակ դրանով է զբաղված։ Շեֆ ջան, դե որ Բալայաններին վերացնեմ, թորդ կգա քեզ կհասնի։ Արա լավ էլի Վալոտ, լավ էլի պապայի գերեզման, արա պետք չի վերացնել, թող ապրեն, մեղք են։ Ստեղ ուրիշ քաղաքականություն է պետք։ Շեֆ ջան, դու մենակ ասա, ես քո համար ամեն ինչ կանեմ։ Այ Վալոտ ջան։ Արա, բայց ճիշտ է, դու մի քիչ ամեն դեպքում դու կարգին տղա ես։ Քո հարցում իմ բախտը բերել է։ Լավ, էլ տենց հնդուշկի պես մի պկվի։ Արա են ինչ անում, արա։ Գիտեք, ճիշտ ասած, ես չգիտեի, որ Կարպիչն այսքան թույլ տղամարդ է։ Դու իմ Կարպիչի ուժի վրա չկասկածես, հանգարց ու հանկարծ, չկասկածես։ Բայց այնուամենայնիվ Տիկին Վարդուի, ուրեմն այնքան թույլ է, որ չի կարողանում քեզ սանձի, հա, որ դու ինձ նորից ու նորից հանդիպման չկանչես։ Նախ Կարպիչը այս հանդիպման մասին չգիտի, այդ քեզ մեկ։ Եվ երկրորդը, սա մեր վերջին հանդիպումն է, հասկացար։ Վստահ ես։ Այո։ Չէ, Տիկին Վարդուի, ես այդպես չէի ասի։ Օրինակ ես վստահ եմ։ Բավական է դու ինձ ու Կարպիչին մեկ անգամ եւս իրար կողքի տեսնես ու անմիջապես կմոռանաս քո այոն։ Ու մեր հանդիպումը իրեն սպասեցնել չի տա։ Փաստորեն լավ էլ հասկացել ես էլի մեր հանդիպման իմաստը։ Հա, ես շատ արագ եմ ըմբռնում ամեն ինչ։ Ես էլ, բայց մի բան չեմ կարողանում ըմբռնեմ։ Դու ինչ գործ ունես իմ ամուսնու, իմ երեխեքի հոր հետ, ինչ գործ ունես։ Քեզ շատ մի երևակայի։ Ես էլ եմ Կարպիչից երեխա լույս աշխարհ բերել։ Թեպետ բնավ չեմ հպարտանում։ Էր մի տես գայթակ խիճ ու խորհրդավոր ժպիտով նայի, հարց եմ տվել պատասխանի, սպասում եմ։
Սա այնքան կանի, որ ես հիմա իրականությունը կդնեմ իրա դիմաց ու կասեմ, թե կարող ես օգնիր ինձ ու ամուսնուդ գտնել մեր համատեղ տղային։ Շատ համեստ է։ Ամաչում ես խոսած։ Ալո, Ժակլին, որտեղ ես։ Չասեցի օդանավակայանում եմ։ Հասկացա օդանավական, մասա որ հատվածում ես, մոտենամ քեզ չեմ տեսնում։ Դու ոչ մեկի պետք չեկար, ոչ մեկ չուզեց քեզ վերցնել ու ինձ տանել Մոսկվա։ Ժակլին։ Ոնց ես։ Ես ոնց ինձ վախացրեցիր, քեզ հո բան չի պատահել, քեզ հո չեն նեղացրել։ Դուք եք ինձ նեղացրել, դու, պապան, մաման, դուք ինձ խաբել եք։ Վեր կաց գնանք, ես միջև տուն գնալը քեզ ամեն ինչ կբացատրեմ, որ քեզ ոչ ոք ոչինչ չի խաբել, լավ։ Դու էլ ինձ պատմի, թե ոնց ես եկել հասել այստեղ, Ժակլին։ Ես դուրս չեմ գա օդանավակայանից, միջև դու ինձ չխոստանաս, որ վաղը ինձ կուղարկես մամայիս մոտ։ Ժակլին ջան, եթե հարկ լինի, ես ինքս քեզ կտանեմ մամայի մոտ, խնդրում եմ քեզ, հանգստացի, արի գնանք տուն, լավ, բալես։ Չես խաբում։ Ժակլին ջան, գիշերվանից հենց միայն քեզ խոստումներ եմ տալիս։ Դու կհասնես մամային, հենց պապան վերադառնա, խոստանում եմ քեզ, կտանի մամայի մոտ, լավ։ Հա, բայց դու ուր ես, Կորյուն Վլադիմիրովիչ։ Շեֆ ջան, սասում եմ, ոնց ասել ես։ Լավ, հիմա լսի ինչ ես անում։ Արա, մարդավարի առևտուր կանես այդ բալայանների տան համար։ Խմիչքով, քաղցրեղենով, բանով, ամեն ինչով։ Դու գիտես, ես իմ բերած հացը պետք է ուտեմ մտե։ Հա, շեֆ ջան, բա ոնց։ Եղավ Կորյուն Վլադիմիրովիչ ջան, դե տես, ես քո ճաշակը բարձր եմ գնա։ Մի րոպե արա այս սովա է երկրորդ գիծ։ Ալո։ Այո, ես եմ։ Այսինքն պատրաստ է։ Լավ, դե այդ արդյունքները պահեք ձեզ մոտ, ես հիմա երեխու անալիզի արդյունքներն էլ կուղարկեմ, իրար հետ կհամեմատեք, հետո ինձ պատասխանը կասեք։ Թե ես ինչի եմ ցածրացել, եկելում ինչ եմ հարցնում, թե ամուսնուսս ինչ ես ուզում։ Это просто, ոնց ասեմ, պրիմիտիվության գագաթնակետ է, էլի, պրիմիտիվության գագաթնակետ։ Բայց չի ինչ ես ուզում։ Անգել ես հետևից, ամուսնուս, այն վրետ ընդհանրապես չի նայում։ Բարդուի, դու ավելի լավա բերանդ կողպես, քանի ես իմ խոսքին ազատություն չեմ տվել։ Տուր, բա դրա համար եմ եկել, տուր։ Ախր եթե ես խոսեմ, դու ծայրահեղ վատ վիճակում կհայտնվես, է։ Բոլորի հետ ես այդպես հոգատար։ Խղճով, Բարդուի։ Ու հենց հիմա ես քեզ խղճում եմ։ Չտանաշ։ Քեզ նայ։ Ինձ նայ։ Դες այդ որ մեկս էլի դենց ավելի խղճահարության կարիք, որ մեկս ենք զգում։ Ամուսինն ունեմ, երեխեքն ունեմ, թոռներն ունեմ, տուն ու տեղն ունեմ, ամեն ինչը ունեմ, օջախիս էլ սյունն եմ։ Դու ով ես, դու ինչ ունես։ Դու թյուրիմացություն ես, որին ես հենց հիմա երկնքից երկիր կիչացնեմ, հենց ես վարկյանին, Բարդուի։ Սպասի, սա էլ ասեմ, որ վայրեջքից հետո հանգարց մտքիցս չթռնի, էլի։ Միակ ձեռքբերումը, որ ունես, ամուսնուս սիրուհին լինելու փաստն է։ Ախ, դու մինչև հիմա այդ կարծիքին ես, հա։ Բա իհարկե։ Սիրուհի լինելու կարգավիճակը իսկը քո համար է, իսկը։ Բայց ասեմ,
որ փորձի ուրիշ տղամարդ ճարես, ինչի, որովհետև ես իմ ամուսնուն վարձակալությամբ չեմ տալիս։ Նախ սկսենք նրանից, որ ես ու դու նույն հարթության վրա ենք։ Իսկ դու աթոռին պինդ նստիր, որ հանկարծ վայր չընկնես։ Իսկ ես սկսեմ թվարկել իմ ու քո տարբերություններն ու ընդհանրությունները։ Նախ սկսեմ նրանից, որ ես Կարպիչին եւս ինչ էլ ճիշտ պահի զանգեց, բոլորով միասին կմասնակցենք զվարճանքին։ Ես ժամանակ չունեմ, հետո կպատասխանես։ Չեմ կարող։ Շատ կարևոր զանգ է։ Ալո։ Ուրեմն լսի ինչ եմ ասում, եթե հակաճառես, էլ արյուն չեմ տա, ու այդպես էլ մութ կմնա քեզ համար, թե ով է քո տաղան։ Այնքան լավ պահի ես զանգել։ Սա ինչ էր ուզում ասել, որ կիսատ թողեց։ Ես Կարպիչին եւս։ Շարունակություն ինչ էր լինելու։ Հասկացար ինչ ասեցի, աղջի, մենակ այդ դեպքում կպարզենք, ես ու Վիտուսը քավոր սանիկ ենք, թե հեր ու տղա։ Ես այն մարդը չեմ, որ սենց ժամերով նստի, որ դու քո մար հանգիստ զրույց անես, վայ։ Աղջ պատասխանիդ եմ սպասում։ Կլինի ասացիդ համաձայն։ Էլի մեկ զոհ քո ծուղակում։ Վարդվի, դու ավելի լավ լռես ու փառք տաս Աստծուն ու ինձ հետ այլևս հանդիպում չփնտրես, քանի որ ամեն անգամ չի Վարդվի, որ բախտդ կբերի։ Մեր ընդհանրություններն ու տարբերությունները չնշեցիր, Իշահ քեզ։ Հավատա քեզ համար այդպես ավելի լավ կլինի։ Ինչի եմ ինձ ոչ սազական բաներ անում։ Թե դա ինչ նկատի ուներ ասելով բախտդ ամեն անգամ չի բերի, Իշահ ինձ չխոսեց։ Ուֆ։ Ալո։ Բացահայտված ես դու, Անժել։ Ինձ առհասարակ Նատա են դիմում։ Ամբողջական անունս Նատալի։ Ես համենայն դեպս ինձ այդպես եմ ճանաչում։ Դու Անժելն ես, Զավենի աղջիկը, հայտնվել ես, որ իզնից գումար կորզես։ Ձեր ասած խենթության մեջ ուրախալին ձեր խոստովանություններ։ Իսկ դուք պնդում եք, որ չեք ճանաչում Անժելին։ Կամ էլ իսկապես չեք ճանաչում, եթե ինձ ու Անժելին նույն մարդն եք համարում։ Ուզում եք իմ մեջ Անժել տեսնել ու ճանաչել։ Անժելի նամակը չէր կարա քո ձեռքը հանգներ, եթե նույնիսկ ինչ-որ ժամանակ հանդիպել եք իրար։ Մենք կոնկրետ հանդիպել ենք։ Եթե պապս չլիներ, նա չէր փրկվի։ 1000 ներողություն, իսկ ինչ է նրան եղել։ Նախ եկեք պարզ խոսենք։ Դուք Անժելին ճանաչում եք։ Այսինքն քեզ։ Ես Նատան եմ, իսկ նա Անժելն էր։ Ենթադրենք դու չես Անժելը։ Ես ճանաչել եմ Անժելին։ Ու Անժելը ինձնից երեխա ունի։ Հետո որ օրենքով եք ինձ դատապարտելու։ Ով ինձ ինչ կարա ասի։ Իսկ ինչի այդքան հանրության առաջ չեք խոստովանում։ Լսի աղջիկ ջան, իմ անձնական կյանքը հանրության զբաղմունքի առարկա ես չեմ սիրում դարձնել։ Եթե քո հանրությունդ բան ու գործ չունի, դու կարաս քո կյանքը դարձնես իրանց պարապ վակտվա խաղալիք։ Թող խոսան քո մասին։ Օրինակ քո չամուսնացած լինելը։ Դու թող խոսան։ Այդ ինչից որոշեցիք, որ ես ամուսնացած չեմ։ Լավ, հա։ Բարդ խնդիր չլուծեցինք։ Պարզից էլ պարզա։ Մի դառնանք մեր թեմային։ Ինչ էր եղել Անժելին։ Ինչեր անօգնական վիճակում հայտնվել։ Վթարի է ենթարկվել։ Չգիտեիք։ Բայց ես որտեղից պետք է իմանայի։ Ձեզ էլ ինչ որ բան է հետաքրքրում։ Ինչա բան է հետաքրքիր։ Կարող ես բավարարել դրանցից մեկը, օրինակ ասել, թե ուր է Անժելը։ Իսկ եթե կենթանի է, ինչի ստեղ նստած չի։ Բա քիչ առաջ ասում եք, որ ես եմ Անժելը։
Եթե սա գիտի ավտովթարի մասին, ապա պետք է իմանա նաև երեխու մասին։ Բայց երեխու մասին խոսք չասվեց։ Մեզ մոտ նորից երկար եւ անարդյունավետ զրույց ստացվեց։ Եթե դա կանրաժեշտ գումարը, ես հենց հիմա կհեռանամ։ Ես կոնկրետ պատասխան եմ սպասում։ Ինչի համար ես գումար պետք է տամ։ Որպեսի հանրությունը չստանա աղջկա հոր ասածների ապացույցները։ Լսի, ինչ ունես, ինչ կա ձեռքի տակ, հանձնի հասարակության դատին, իմ համար մեկ է։ Լավ եք մտածել։ Այո։ Ուղղակի շատ ափսոս, որ տվածդ նամակը հանձնել եմ հասցեատիրոջը։ Թե չէ դա էլ կտրամադրեի, որպեսզի եւս մի ապացույց ունենայիր։ Բանու գործս թողել եմ, մարդկանց թողե, գործս թողե, ընկել եմ քո հետ ժամանակ եմ վատնում, ինչ համար ես ինձ չեմ արվում։ Մենք կրկին կհանդիպենք։ Երևի թե սա մեր վերջին հանդիպումը լինի։ Բայց չի որ սա անտեղյակ է, բայց տեղեկացված լինելու շատ օդային անես խոսում։ Կամ ոչ բոլոր խաղակարգերն է բացահայտում, կամ էլ ինչ ուներ բացահայտեց։ Սրահով լինելն է պետք արագ պարզել։ Այս ինչ երկար եմ պարզում անասրանքել։